Ո՞րն է ձեր պահանջը, ինչու եք հավաքվել կառավարության առջև։ Պահանջում ենք, որ մեր երեխեքին հետ բերեն, ուրիշ ոչ մի բան։ Այդ որ մի փոքր աշխատանք էր կատարում այդ կառույցը, ազգային անվտանգությունը, այդ մարդուն գործից ազատեց։ Հիմա դեռ մենք իրանից մեր երեխեքին ենք ուզում, թող մեր երեխեքին բերի տա։ Պարոն Ղուկասյան, քանի անգամ եք հենց Աբազյանի հետ հանդիպում ունեցել։ Շատ։ Եվ ձեզ հիմա ի՞նչն է անհանգստացնում։ Մեզ անհանգստացնում են, որ արդեն իրանից եթե հանեցին, մեր երեխեքի հարցով զբաղվող չեն։ Քանի որ այդ մարդը ասել է, որ ես մինչև վերջ այդ գործը տանելու եմ մինչև վերջ, իր ավարտը։ Այդ մարդը մեզ ասել է ես ու կապ չունի, ասենք, այդ երեխեքին հիմա Աստված չանի, բայց գոնե դիակները հայտնաբերվի, գոնե մի բան լինի, այսինքն անորոշությունից դուրս գալը պետք է, հասկանում եք ինչի մասն եմ։ Իսկ մենք ասենք այսօր բացի իրանից այս հարցով մեր հետ համենայնդեպս ոչ այդ ֆորմատի զրուցանող ա եղել, ոչ մեզի, ասենք, այդ տիպի, ասենք, ընդունող։ Ասենք այն ձևի ոնց ասեմ, որ ճիշտ լինի, ախր, որ ասեմ հույս տալ հույս չէ, բայց համենայնպես հույսներս չի կդրե։ Այսի կդրում է մեր հույսը, որ մենք էլ հույս, բան, ոչ մեկի վրա չունենք։ Այսինքն հիմա թազը մի հատ պաշտոնակատար պիտի դնի, թազը մի հատ ուրիշ ազգային անվտանգության պետ պիտի, տնօրեն պիտի ընդունվի, մի 3 տարի էլ պետք է ճլեն, հասցնեն նրան, որ խոսքես մարդիկ ինֆարկտի գան, պետք չի, ոչ մեկ վարչեմս հետաքրքիր չի իրար մեջ ինչ են անում։ Մեզ պետք է մեր երեխեքը հետ գան, մեր երեխեքին դու պետք է բերես ուրեմն, վсё։